Նիկոլ Փաշինյանը այլ պաշտոնյաների հետ ոստիկանության գվարդիայի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր, ծաղիկներ խոնարհելու մեր նահատակների հիշատակին։ Պաշտոնյաներից որևէ մեկը չի մոտեցել Արցախի կանչը հուշակոթողին։ Զոհված հերոսների մի քանի ծնողի հաջողվել է առավոտյան լինել Եռաբլուրում ու հերթապահել, որ Նիկոլ Փաշինյանը չմոտենա իրենց զավակների շիրիմներին։ Չէի ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին, լրագրողներին հայտարարել է զոհվածի հայրը։ Պաշտոնյաների հեռանալուց հետո Եռաբլուր են այցելել մի շարք ազատամարտիկներ, հարազատներ, Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի եւ Դադիվանքի վանահոր ուղեկցությամբ ծաղիկ են խոնարհել Արցախի կանչը հուշակոթողին, հնչել տերունական աղոթքը։ Մայր աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների, այս մասին հայտնում են Մայր աթոռից։ Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային բաղադրիչներից մեկը։ Այս մասին Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացմամբ ստիպելու են փակել հայկական ատոմային էլեկտրակայանը եւ Հայաստանը կախվածության մեջ գցել։ Այս մասին Փաստինֆոյի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ ինքն է հանդիսանում կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը ու դադարեցնում է ԴՕԿ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանի բոլոր լիազորությունները։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ափսոսանք հայտնել Հայաստանում քաղաքական բոլոր հակառակորդների կողմից դաշտի չափազանց բևեռացման եւ պիտակավորման կապակցությամբ։ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գործընկեր երկիր չէ, այլև վստահելի բարեկամ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նշելով, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը դիտարկում են որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն։ Շղթայական խոշոր վթար է տեղի ունեցել Թալին բազմաբերդ ավտոճանապարհին, ինչին անդրադարձել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա փոխանցմամբ 10 քաղաքացի հոսպիտալացվել են մարզային եւ երևանյան բուժկենտրոններում, որոնց թվում կան ծանր դեպքեր։